տարիներում եւ այս հրաշք գեղեցիկ ճանապարհով ուղևորվում ենք դեպի Վարդենիկ գյուղ, որտեղ ունենք հրաշալի անակնկալ սիրելի մայրիկին։ Գնում ենք շնորհավորենք որդու կողմից, ով գտնվում է արտերկրում եւ չի կարող ներկա գտնվել, այդ իսկ պատճառով մենք մեծ սիրով գնում ենք ու նրա սերն ու հարգանքը տանենք, հասցնենք տեղ։ Հիմա անցնում ենք Սևանի ափի կողքով եւ տեսնում ենք, որ մեր սևանցիները, Սևանի ժողովուրդը, Սևանի որդիները սկսել են արդեն կարգի բերել պլաժները, լողափները, որպեսզի հայոց ազգը գա եւ հանգստանա եւ ոչ միայն հայոց ազգը, այլ նաեւ ուրիշ այլ ազգեր, ովքեր սիրում են Սևանի քաղցրահամ ջրի մեջ չոփիկ անել, չոփիկ անել, էլի։ Մենք հիմա համ հիանում ենք, համ ճանապարհ անցնում։ Այս ճանապարհը հանգստացնող է, թեթևացնող եւ ուրախացնող։ Մենք հիանալով կգնանք հասնենք Վարդենիկ գյուղ, Հայաստանի ամենամեծ գյուղը ընկերներ։ Ով Վարդենիկից է, հարգանքներս, բարեկամներ, լայքեք, բաժանորդագրվեք, գրեք մեկնաբանություններ, խնդրանք ձեզ, հիմա դրա կարիքը ամենից շատ կա, որովհետև YouTube-յան ալիքը մեզ նկատողություն է արել ու ասել է, ախ, ես ձեր տեսանյութերը առաջ չեմ տանելու, որովհետև ձեր մոտ անընդունելի բաներ եմ տեսել, հետևաբար ձեզ պատժում եմ։ Բայց մենք կարող ենք այդ ամեն ինչը ուղղել մեր ակտիվությամբ, հետևաբար շատ շնորհակալ կլինեմ, որ ակտիվ գտնվեք եւ տարածեք։ Հիմա մենք փորձում ենք վազանց կատարել, Վենտոն մի քիչ դեմ էր, բայց հուսանք հաջորդ վազանցին էլ դեմ չի լինի, թողենք անցնենք կգնանք։ Մեր տաքսիստ բարեկամը շատ հարմար ձևով ավտոն արեց, ինչի համար ես շնորհակալ եմ նրան։ Կարող էր ավելի վատ լինել ամեն ինչ, բայց շատ լավ ստացվեց։ Հիմա մենք լավ տրամադրությամբ գնում ենք Մարտունի, այնտեղից էլ Վարդենիկ գյուղ։ Վարդենիկցիներ, սպասեք մեզ, մենք գալիս ենք։ Ես բազմիցս նշել եմ, որ Սևանա լիճը չափերով հնարավոր է փոքրիկ լինի, բայց նրա ամեն ափը, ամեն 5 կիլոմետրը մեկ տարբերվող ափ է։ Կարծես աշխարհի բոլոր օվկիանոսների, ծովերի ափերը բերած լինեն եւ կտոր Սևանա լճի կողքերով շարած լինեն եւ այդ ամենը արել է Բարձրյալը, մեր Տեր Աստվածը, որովհետեւ նա ուզեցել է, որ մենք ունենանք թեկուզ փոքր, բայց ամեն ինչով հարուստ լիճ։ Հետևաբար հենց սա է պատճառը, որ երբեմն ասում են Սևանա ծով, որովհետեւ այն իսկապես բազմազան գեղեցկություն ունի, թե արտակնապես, թե լողափերով, թե նրա ֆլորան եւ ֆաունան, այո, նա շատ տարբերվող լիճ է։ Հիմա դուք տեսնում եք աշխարհում նմանը չունեցող լիճ, որի 100% ջուրը քաղցրահամ է եւ օգտակար է լինում մարդկանց, թե տալիս է բալիկներ, ասենք ձուկ եւ նման այլ կենդանիներ, եւ իհարկե տալիս է լավ հանգիստ, որը չես գտնի աշխարհի ոչ մի ծայրում։ Վերջերս որ գնացել է Եգիպտոս, աչքերս բացվավ ու այդ օրվանից ի վեր ես երազում եմ, որ գտնվի այն մարդը, այն հարուստը, ով իր մեծ կապիտալը կներդնի Սևանա ափին եւ կստանա մի հզոր մեծ հյուրանոց իր բոլոր կառույցներով։ Եվ մենք կհիանանք այդ հյուրանոցով։ Գանք ու չմնանք այնտեղ օրը մի 20,000 դրամով ուտելիքը ներառյալ այդտեղ կսարքեն էլի։ Ում թե Սևանը, թե նրա հարակից լեռներն ու դաշտավայրերը ուղղակի հրաշք են։ Այս տեսնելու համար ձեզ այն շատ բան չի պահանջում, ընդամենը մի 10,000 դրամի գազ եք լցնում, ելում գալիս եք ու զբոսնում։ Ուղղակի զբոսնում եք ու վայելում եք այս գեղեցկությունը, հորիզոնի գեղեցկությունը նկարի, ձախից տեսնես այս գեղեցկությունը, դες միթե հրաշք չի։ Միթե սա արտասահմանյան բոլոր տեսարաններին ծալած չունի, էլի սիրուն է։ Անգամ հասարակ տնակները Սևանի ֆոնին դառնում են կախարդական, դառնում են հարուստ։ Կարելի է գալ հարջու էր աններ։ Հարջու, դες մի աններ։ Այսօր ընկերներ մայիսի 9-ը և
Մայիսի 9-ը խորհրդանշում է մեծ հաղթանակի օրը, որտեղ մեր պապերը ունեցել են ճակատագրական հաղթանակ։ Բոլոր սովետական միության երկրների պապերը, մեր պապերը զուրվել են և համախմբվել են մեկ գաղափարի շուրջ և հաղթել են ոսոխին։ Այն ոսոխին օգնում էր աշխարհը վերջնականապես փոխել, աշխարհի դեմքը ու կարգը փոխել, բայց Աստծո լույսը շողաց և թշնամին չեզոքացավ, դարձավ ոչինչ։ Եվ նրանց արածը մինչ օրս կարող ենք տեսնել հուշարձանների տեսքով։ Տեսեք, ամեն գյուղ, ամեն բնակավայր ունի իր հուշարձանը նվիրված համաշխարհային պատերազմին, որովհետև այն իսկապես մասշտաբներով նմանը չի ունեցել, շատ մեծ է եղել, շատ հուժկու և ճակատագրական։ Կարելի ասել ամբողջ աշխարհի մեջ դա եղել է ֆաշիստական առաջին պատերազմը և առաջին պարտությունը և հուսով եմ, որ այլևս նման պատերազմներ չեն լինի։ Այդ պատերազմը նման չի պատմության մեջ եղած մնացած պատերազմներին, որովհետև մինչ այդ պատերազմը մասշտաբային եղել են պատերազմներ թրերով ու հրացաններով, բայց դրա իմաստը այն չի եղել, որ ինչ-որ գեն ոչնչացնեն, ինչ-որ կարգեր փոխեն, այլ ուղղակի հող գրավելն է եղել ու իրենց իշխանությունը հաստատելը, բայց այս ֆաշիզմը դա շատ մեծ ու նողկալի գաղափարախոսություն է, որը բաժանում էր մարդկանց արիական և ոչ արիական ցեղերի, իսկ ով ոչ արիական էր, պետք է ծառայեր արիացիներին։ Հետևաբար ստրկական կարգեր պետք է հաստատվեր և աշխարհը չես էլ պատկերացնում ինչ տեսք ունենար, մենք որտեղ կլինենք և ինչով կզբաղվեինք։ Չկան մարդիկ, ովքեր արդարացնում են Հիտլերին, որովհետև նա արել է այն ինչը, որ ոչ մեկ չէր արել ու չէր փորձի կրկնել իմ կարծիքով, որովհետև դա ուղղակի աղցուն է դեմ նման բանալպես Սևանի ապնեկարի, սիրունություն նկարի, շատ սիրուն է։ Այսքանը մայիսի 9-ի համար, մայիսի 9-ը մեզ համար նաև ուրիշ հաղթանակի օր է, որը նույնպես միշտ կմնա մեր հետ, մեր հոգիներում, մեր պատկերացումներում և եթե ինչ-որ մեկը մտածում է, որ մենք մայիսի 9-ին հաղթանակ չենք ունեցել Արցախում, ապա սխալվում է, որովհետև այդ հաղթանակի շնորհիվ է, որ մենք ունենք այսօրը ունենք։ Մայիսի 9-ի հաղթանակը մեզ տվեց հնարավորություն, որը մենք մի պահ կորցրել ենք։ Հուսանք, մենք էլի կհզորանանք ու հետ կբերենք մեր հաղթանակը, մեր պապերի դարավոր ցանկությունն ու հողերը։ Մենք միայն երկրի վրա չենք ապրում, հայերը, հայ ազգը այնքան տառապանք ու վաղաժամ մահեր է տեսել, որ մենք մի հսկա հայրենիք էլ երկնքում ունենք ու նրանք ուշադիր հետևում են մեր այլաձևին, մեր արժեքներին, եթե որս ինչ է մտածում, դրա մասին մի մոռացեք, մենք այդ ազգն ենք, մենք շատ ու շատ վաղաժամ զոհեր, հերոսներ ու կատվողներ ենք ունեցել, որ իրենց կյանքը տվել են, որպեսզի հայրենիքի կյանքը երկարի, այնպես որ փառք մեր տղերքին, իսկ մենք շարունակում ենք մեր ճանապարհը համահունչ նրանց զոհության։ Գնացինք առաջ դեպի Վարդենիկ գյուղ։ Կապուտակ Սևան, հենց այս գույնի համար են ասում Կապուտակ Սևան, բարեկամներ, տեսեք ինչ գեղեցկություն է։ Հիանում ենք, քարերի մեջ լցված քաղցրահամ և իհարկե պրիորա, որը շատ լավ է գնում։ Տեսեք, ինձ կացեր է հարկավոր, որ վերցնեմ ու ջրերի միջով լաստանավեմ գնամ սենց արագից։ Տեսեք ինչ գեղեցիկ ամպեր են, գեղարքունյաց աշխարհում, ձևավոր ամպեր, թիթիզ ամպեր են, էլի, սիրուն եմ, հրաշք։ Եվ այս հրաշքի միջով մենք սլանում ենք, գեղեցիկ, նեղլիկ ճանապարհով արահետով գնում ենք դեպի Վարդենիկ գյուղ ենք գնում։ Լայնարձակ դաշտեր են, աջից, ձախից, ես ուզում
ուզում եմ, որ մի օր այս լայնարձակ դաշտերում նոր յուղեր լինեն։ Յուղեր, որոնցով կբնակեցվեն մեր օտար երկրում ապրող, ինչու՞ չէ ծնված մեծացած մեր հայրենակիցները, ովքեր կվերադառնան եւ նոր շնչով Հայաստանը կթևավորեն։ Հայաստան աշխարհը մեր հրաշք։ Տեսեք ինչ գեղեցիկ է ճանապարհը։ Ձախից նորատուս գյուղն է, հզոր մեծ գյուղ, լավ հզոր մարդկանցով բնակեցված եւ նշեմ ձեզ, որ միակ գյուղն է, որ ձախակողմյան հատվածում է գտնվում ճանապարհի, մնացած բոլոր գյուղերը աջ կողմում են։ Պավորությունը կարծես բարձրանաս ամպերի մեջ այս ճանապարհով, բայց այնինչ չես բարձրանում, հələ մի բան էլ իջնում ես, որովհետեւ այսպես է ռելիեֆը, ես ինչ անեմ։ Բայց տպավորություն կա նմանատիպ, որ ամպերի մեջ ես բարձրանում։ Տեսեք, նորատուսի շարունակությունն է։ Նորատուսը շատ մեծ գյուղ է։ Մեծ մարդկանցով բնակեցված։ Տեսեք ինչ գեղեցիկ դաշտեր են, խնամված, գծված, մշակում են։ Մեր բարեկամները մշակում են այստեղի հողերը եւ հուսամ գոհ են մնում իրենց մշակածից։ Արդյունքը ուղղակի նրանց դուր է գալիս եւ նրանք շարունակեն այդպես գեղեցիկ դաշտերը պահել։ Սա մարդու եւ բնության ներդաշնակության լավ օրինակ է։ Վերնեմ սրտի բանը է, ես վերջեր շատ եմ կերել է։ Ահպեր էդ չեք էդկան տեղարը չեք շարել։ Շարելով կալս է կա։ Ես հետո պնդանա համար մարդունիում ենք և նկատեցիք շինարարների, ովքեր պակել են մեր ճանապարհը։ Հիանում ենք նրանց աշխատանքով, մինչև այդ ծաղիկտան գնեն։ Ահա Մարտունա շինարարներից հետո ընկերներ մենք շարունակում ենք մեր ճշմարիտ ճանապարհը ու գնում ենք ուղիղ Վարդենիկ։ Աջից Զոլաքար գյուղն է, մեր հարազատ Զոլաքար գյուղը, Զոլաքար գյուղը ցույց տու։ Շատ գեղեցիկ, լավ մարդկանցով հագեցած գյուղ, մենք այստեղ եղել ենք, ահագին ինտերվյու ենք վերցրել, մեծ աղբերների հետ յալաջի ենք արել։ Հիմա գնում ենք Վարդենիկ գյուղ, Կարեն աղբերը մեզ դիմավորի ու ասի որտեղ է նրանց օջախը, որպեսզի գնանք մայրիկին ուրախացնենք։ Այո, այդպես է պլանավորված բարեկամներս։ Մեր այսօրվա օրը, որից հետո Կարեն եղբոր հետ որոշել ենք գյուղի տեսարժան վայրեր այցելել, եթե ժամանակի մեջ տեղավորվենք, անպայման շատ լավ տեսանյութ կստանանք։ Էդգարի կողմից, Էդգարի եղբայրը Կարենը հիմա այստեղ է եւ սպասում է մեզ, որ դիմավորի, մենք էլ գնում ենք արագ հապճեպ հասնենք գեղեցիկ կազմակերպենք անակնկալ, հա, Վարդենիկ գյուղը արդեն սկսեց հորիզոնում երևալ, այսպես է Սևանա լճի կողքի գյուղերը շատ գեղեցիկ են, կարծես բնության մի մասը լինեն, ոչ թե մարդու կառուցածը, այսպես է այստեղ, եւ ինձ դուր է գալիս այս միջավայրը, հետեւաբար մենք հավեսով ենք միշտ եկել այս կողմեր, եկել ենք, որ մեզ լավը զգանք, այս գեղեցիկ ճանապարհով անցնենք, որի երկու կողմերով երկար ձգվում է ծառեր, ուռենիներ են սրանք, բայց ոչ լացող, սրանք կյանքում չես տեսնի, որ լաց են, սրանք ձիգ ուռենիներն են։
Ժողովուրդը մեր բարեկամները դաշտերում աշխատում են արդեն ինչ-որ երևի բանը խոտաբույսեր են հավաքում, բանջար, հիմա դաշտերում ամբողջովին մարդիկ գործ են անում, արդեն սկսել է դաշտի սեզոնը, ձյունը որովհետև հալվել, բարձրացել է լեռների վրա եւ այստեղ արդեն սկսում է եռալ գյուղատնտեսությունը։ Այսպես եղել է դարերով։ Մեր Մարտնեցի, մեր Սևանա, Ավազանի գյուղի բնակիչները բոլորն էլ աշխատասեր են, այստեղ գազը 250 դրամ է, շատ լավ է, անպայման հետ գալուց կգանք կստուգենք այստեղի գազը։ Ես զարմացած եմ հաճելիորեն, որ Վարդենիկի հենց դիմաց այդպիսի լավ գներ է։ Հիմա տես Վարդենիկ ենք մուտք գործում, գեղեցիկ կառուցել են կամարը, որի տակով անցնելիս մտնում ենք Վարդենիկ գյուղ։ Ոտքներս խերով լինի Վարդենիկ գյուղ, մենք եկել ենք մեծ սիրով, լավ սուրբ առիթով, սրբության ծննդյան օր է եւ այսօր պետք է գեղեցիկ կազմակերպենք եւ ուրախացնենք մեր տիկին Լաուրային։ Այսօր նրա օրն է, նրա ծնունդն է եւ երեխաները անչափ շնորհակալ են նրանից, որ կյանք է տվել իրենց եւ նրանք ոչ մի վայրկյան չեն մոռանում մայրիկին շնորհակալ լինել։ Հետևաբար այսօր էլ այդ օրն է, պետք է շնորհակալությունները տեղացնենք։ Ես ինչ հետաքրքիր կանաչ հաղթեր, ուսամ կադրումը տերևած, բոլորը կտեսնեն։ Ամենամեծ գյուղում ենք հիմա մենք բարեկամներս, հիմա կտեսնեք աչից շենքեր կան անգամ, անբնակչությունով, ամտարածքով ահագին մեծ գյուղ է Վարդենիկը։ Այդ դու ես, ես քեզ տեսա։ Կարեն, այդ դու ես ինչ է։ Այստեղից ձախ ենք անում բարեկամ, ահա, ձախ արինք։ Դե նստի գնանք աղբերով, ոտով չես գալու։ Նստի այն դեպ մի քիչ էսյանը յանար այդ մեր բան սարքավորումները ու շարժվենք առաջ։ Գնում ենք մայրիկին ուրախացնելու Կարեն բարեկամս 1000 բարին, այսքան վաղ բանով։ Ինչն է զարմանալու, որ Կարենին մենք ես Կարենին, թե ինքը ինձ միշտ բանով ենք տեսել, հեռախոսով այսօր ժիվոյ հանդիպեցինք ու ամեն ինչ հիանալի է, ասես գնում ենք։ Օպեր էս ինչ սարքա։ Էդ ինչ սարք է։ Էդ ինչ անում։ Ցանելու։ Հենիկ տրակտորի վրա են կապում։ Այս բահո մաման չի դուսը։ Չէ։ Այդ քոնն է Կարեն։ Ջան։ Քոնն է։ Չէ, աղբորս երեխեքն է։ Մռդ։ Դες աղբերս իջն ենք սիրուն կազմակերպենք ամեն ինչ հեսը։ Անպապսու։ Փողոցն է։ Այդ Արթուրենս նկարը մեր տունն է մինչև հիմա զակազեն։ Չէ։ Ես առանձին։ Հա։ Լուրջ։ Փոխարեն բանան է։ Եկել ես։ Փողանես։ Դες երկրորդ անգամ ես գալի։ Ուրա, ինքն է։ Չէ։ Ինչա, ընկերուներով հավաքվել է։ Ես ողջունում եմ բոլորիդ, ես ոնց տեսնում եմ ահագին մարդ է հավաքվել, դե ուրեմն ծափերն էլ ահագին կլինեն, ծափեր տվեք, ուրա մեր օբելարովա։ Տիկին Լաուրա, շնորհավոր ձեր ծննդյան օրը, մենք եկել ենք վերենք, դուք պատկերացնում եք ում կողմից կլինի, հələ ասեք էլի, մի երկու տարբերակ։ Կարենի, Էդգարի։ Հա, Կարենին շատ է սիրում, հա, մոտը տա մնացել շատ է սիրում, դե։ Հա, Էդգարը, հա, Կարենն էլ է շատ սիրում ձեզ, Էդգարը առավել եւս շատ սիրում է ու կարոտել է, ուզում եմ որ մայրիկի ծննդյան օրը առանձնահատուկ գանք ու ասենք որ ինչքան շատ է ձեզ սիրում։ Առողջ լինեք, իրանց կողքից անպակաս անչափ շնորհակալ են ձեզ, որ իրանց կյանք եք տվել ու միշտ առողջ լինեք։ Հա։ Սերը զգում եք, չէ՞։ Շատ։ Այդտենց թող սերը հավերժ լինի ձեր հանդեպ։ Չէ՞։ Հա, բա։ Երեխեք, հələ եկեք տենամ, ուզում եք ոնց փչեք, հələ արի աղբերս, արի քուրիկ հետ, հələ եկեք տենամ, եկեք, արա ես ինչ ամոթով ես դու, արի հələ, արի մոտ ես, դու արի հələ, արի, հələ տես կարմիրը շոր ես հագել, հələ, մի հատ երազանք, տատիկին սիրում ես, հա, դե փչի, հա, մի հատ էլ, հələ, փչի, մի հատ էլ, ուժը փչի, ապրես, դես քաղցրություն ուզում եմ տամ ձեզ, որովհետև ձեր երեխաները միշտ ուզում են ձեզ քաղցրություն տան, քաղցր պահեր, որ լավ լինեք, առողջ լինեք Կարեն, բայց հիմա դու պետք է նվիրես ծաղիկները մայրիկին, հիմա ծաղիկները կնվիրի ու կգրկի, հա, տորթը դրեք մի կողմ, որ ծափերը չմոռանաք։ Լավ ես։ Ինչի այդպես եղավ, լավ ես գիտեմ ինչ կանենք, նկարում ես։
Հա, դες ուժեղ է։ Տոնական տրամադրություն, ասեմ ձեզ, որ ձեր իրանց մայրիկներն էլ ամեն օր տոնա ու ուրախություն։ Ուրախ եմ, որ հենց դուք եք իրենց մայրը, իրենց կյանք տվող մայրը, հա։ Դե ձեզ լավ որ։ Հենա, անգերուներով նստեք կոֆե խմեք, մենք էլ ջան, իհարկե կարո՞ղ է նկարում։ Արի լավ։ Եկեք տիկին Լավրա, եկեք էլ, այսինքն, ահա։ Այդ անգերուներով եք, էլի, հա, հավաքվել եք։ Ամենը նայում ա քեզ մամա։ Գիշերը նայում են, ասում եմ, հա, Ստեփանի շատ է սիրում։ Իմ Էդգարի թայն է, 92 թիվ է։ Կարենը փոքրն, հա։ 93-ն էլ կա։ Հա, ես էլ աղբեր ունեմ 93 թիվ, բա։ Ես քումամայ ծնուտնել եմ։ Հա, դե ուրեմն ձեզ լավ որ առողջն եք։ Մենք էլ Կարենի հետ որոշել ենք գնանք ձեր յուղիկ տեսարժան վայրերը ման գանք։ Կանոն չեղի։ Էդես Բոլորիս։ Բա այլ ասեք տերա մեծ տարի կարտոլ կլի նորմալ։ Շատ։ Հա։ Հա։ Դե լավ է, այդ պետք է գանք տանենք։ Շատ լավ է, շատ։ Կարեն, հերո է, որտե որ պետք է գնանք։ Դե մենք գնանք շուտ գանք, էլի, որտե Իշխանավան քան կիլոմետր է։ Մի կիլոմետր, բայց ճանապարհն է քարքարոտ, հա։ Դե ձեզ լավ որ ոտներս խերով ձեր օջախ, հիմա մենք Կարեն աղբորից որոշել ենք մտել ինչա բանկ։ Ինչա բանկ ասիր։ Իշխանավանք, հա։ Գնում ենք Իշխանավանք, որ դարի բանկ է։ 13։ Հա։ 13-րդ, հա։ Հովոզ դու նստի հետև թո Կարեն նստի դեմը, դες խոսալով եթանք։ Հեսա կեթանք աննսինում դռանով կաննկարանք, ես չեմ մոռացել, որ մի անգամ եկե գնացել էր ինձ ասիր, որ գաս խաբարար իրար հետ եթանք, որ լավ ժամանակ ունենանք, հաստատ արժեր բան անել, որվածով բանով է թալ, բայց ընդ այսօր աշխատանքային օր չի, մարդ կլնի, հա, գալիս են ուրիշ տեղերից։ Հա, ասենք Հայաստան գալիս են։ Սիրուն այգի ունենք։ Հա, հա։ Ախպեր, կարող է ես ընդ գնացել եմ։ Այգին ասիր հիշա։ Ինչքան նայել եմ չես ելի։ Երկու հատ վանք է իրար կողք կպած։ Չէ։ Գյուղի մեջ հա ինքը համարյա։ Մի քիչ ներքև, հա։ Կաղա ուրիշ գյուղում է, հենց Վարդենիկում է։ Կա եկեղեցինս։ Կարող է, ախպեր, չգիտեմ ես ոնց Մեծ եկեղեցին։ ոնց որ պետք է գնացած անեմ, բայց իմ հիշելով գիտես։ Պետք է որ։ Նավե գնանք։ Նայեցինք։ Դե հիմա գնանք տենանք, բայց ուրիշ էլ իշտեղ ունենք։ Ունենք Սուրբ Մարիամ Աստվածածին մատուր։ Գյուղից դուրս, հա, աչ եմ անում թե։ Հա, չէ, աչ։ Ու գնանք ամեն դեպքում հնարավոր է որ չեմ գնացել։ Այն որ ձեր գյուղ եկել է երեխեքի բանը մրցում էին կազմակերպել տելևիզիոն տեսել ես։ Չեմ հիշում, կարող տեսած։ Բան հենց այդ տուրնիկների մոտ։ Հա, երեխեք այսպես հեծանիվներով եկել էին ախպեր։ Հա։ Հիմա ձեր գյուղը տարածքով է մեծ թե բանով բնակչությունով ամենամեծ։ Տարածքով ամենամեծն է, չէ՞։ Հա։ Չէ, ես կողմերը աշկից չեմ եկել, բայց ես ուրիշ տեղ հետ եմ խառնում երևի։ Ասում քեզ։ Հա, բանով ախպեր, գիտես ինչ հետ եմ խառնում։ Ծովա գյուղ, այս կողմ որ գյուղն է։ Ծովինա։ Ծովինարում չի, չէ՞ վանքը։ Չէ, չէ։ Հա, Ծովինար եմ գնացել, ընդ ինչ բանկ կա։ Եկեղեցին է։ Հա, եկեղեցին, այն ընդ եմ գնացել, հա։ Ես քեսի մեր Իշխանավանք չեմ եկել։ Էսի մեր գյուղի Իշխանավանքն է։ Հա։ Ձախով կարաս մտնես։ Հա, լավ, ես դրա հետ խառնում ունեմ, ախպերս, դե չէ, գիտեի թե բանը։ Հելնում ենք սարդ է, Չէ։ Աչախ է ձախ։ Եկուզելի կարայինք դուրս գանք։ Հա, աստեղ էլ եմ եկե, են վիշապակար կա ստե, չէ։ Թե չէ, չէ խառնիմ, ախպեր, բանի հետ խառնիմ, լավ։ Էս բանկն է։ Չէ, էսի մեր գյուղի եկեղեցին է։ Սա շուտ են սարքել։ 2001 թվականի։ Հա, գյուղի բարերարներից։ Հա։ Որ սիրուն տեղ է, բայց շատ սիրուն է։ Ես ավելի սիրում տեղ եմ ես տանել։ Հաստատ չի սիրում։ Հա, հաստատ վստահ եմ, որ սիրուն տեղ են գնում, որտեղ եթալով սիրուն է։ Ես ինչ է։ Էսի մեր գյուղի ատոմի ավտոն է։ Հա։ Առանձին նկարելու թեմա է այդ, հա։ Ատոմի ավտո։ Հա, էս էլ մեր գյուղի։ Նայս մեր գյուղի։ Բայց ես այս կողմերին չեմ հիշում, որ եկել եմ։ Որը լիշ սիրուն է, հալանդ է նկարի, ես կողերը, դες ինչ սիրուն է, ամպերը, բանը, սարերն ու տաները, ժայռերը, չէ դա իրը։ Քարանձավներ ունեք ձեր մտքարը։ Ասա գնալու ենք։ Խորը տեղ, հա, խորն է։ Չէ։ Էլը Վարդենիկն է, չէ։ Հա, էսի Վարդենիկն է։ Վարդենիկից դուրս չեն գալի։ Հա։ Դրա համար ասում են մեծ է,
Բայց դու սաղին ճանաչում ես։ Հա։ Սաղի դեմքով դες գիտես էլի։ Լավ է։ Շփող ես էլի։ Շփում ունեմ, հա, սաղին գիտեմ ճանաչում եմ։ Սա մեր մատուրն է էլի։ Ուրա։ Այս։ Կուսանած մատուր։ Կուսանած։ Հա, 2010 թվին է սարքել։ Հա։ Հավատքով փայլում է էլի Վարդենիկը։ Հա։ Ազասարքած լիքը եկեղեցի մատուրներ ունի։ Խաշկարը։ Հին էլի։ Հա։ Շատ հիներ դաժանը կան։ Շատ Կան հին։ օգները կան են, որտեղ շատ հիներ է երևաց էլի, ասենք ինքը 7 խաշկարը։ դաժե 5-րդ դար կարող ալի, հա։ Հա։ 7 խաչքարեր անունն է տենց։ Հա։ Բա երբ Իրանք եք 7 գտել։ քուր են։ Դուք երբ եք էդի գտել։ Շուտվանից։ Նկարի ով։ Տեսես նմանատիպ խաչքարեր եղել է 5-րդ, 6-րդ դարերում, էլի։ Ինքը ամենապրիմիտիվ խաչքարերն է, էլի։ Որ շատ այնց շատ պետք չի, որ վարպետ լնես, որ կարանաս սս խաչքար սարքես։ Սենց գնում ենք Իշխանավան։ Բա ով է կառուցել Իշխանավան։ Կա ինչ-որ պատմագրություն կա իր այդ կապված թե։ Կա գնաց ամեն ինչ իր մասին Սիրուն անում է։ Այս տունն է էլ է, հա, այս կողի շինությունը։ Շատ սիրուն է, հեսա հետ գալուց կնա, հեսա դրոն եմ հանելու։ Դու քշել գիտես։ Ես, հա։ Հա, դե դու քշես հեսա դրոն կշ։ Այստեղ մտի վարորդներով։ Գերեզմանով են գնում, հա։ Ոնց գնամ հիմա։ Չէ, ոնց գնում ես գնա։ Այսպես, հա, նույն ճանապարհն է, նույն տեղանքանը։ Անցավորներն են։ Բայց այս վանքի կողը, ասենք հին գերեզմաններին կից տենց բան են արել, գերեզմաններն են սարքել։ Հիմա ստե վсё ճանապարհը փոխվում է, որտեղ իջնենք։ Հա, հատն ասանք, սա մեր Իշխանավանքն է։ Այս ժեշտի կրիշով, հա։ Իջնենք ծանոթանանք։ Ապա են սարքում։ Էդի ճանապարհը։ Էդի եղել է թե նոր են սարքում։ Չէ, եղել էր, հիմա վերանորոգում են ճանապարհը։ Հա։ Սա էլ մեր գյուղի իշխանանց վանքն է։ Ստե բանուր է իր հետ, որ կարդանք։ Գյուղացիներն են վերանորոգես։ Բարեցես։ Հա։ Ողոգին գործ արդ են ներսը։ Ստեփան չփախենաս, ստեղ կա։ Այսի բայց լավ չէ լավ չխփի, բարև ձեզ։ Եկանակ։ Ոնց եք։ Լավ ենք, լավ չի բան անում։ Չէ, չեք խանգարում։ Չէ, ընդհանրապես չեք խանգարում։ Ոսի ինչ-որ քանդված է էլ շարել են, թե ոնց կա այտենց ուղղակի պահպանել է։ Ոնց կա այդպես պահպանվել է։ Սես սենյակների անունը ինչ էր։ Սրա այստեղ կարաս երազանք պահես, կարով։ Հա, արի հո։ Սենց, այստեղ կա։ Հա, այս ի՞նչ է։ Այս մագնիսը։ Երազանքի քարը Քարա, մոմի հետ, հա, հա, տես։ երազանքի քարն է։ Սենց էդի հին տրադիցիաներն են մնացել, ավանդույթները, հա։ Եթե կպնում է ուրեմն կատարում է երազանքը։ ուրեմն կատարվում, հա։ Դու ես էլ նոր արիր։ Էս արեցիք, բայց։ Հա, դե ես հələ կամ հատ ստել երազանք պահեմ տո։ Որ անում ես մի քիչ սխնի։ Հա, սխնում, սխմած պահի։ Էսի չէ լավ։ Չէ լավ։ Կան, ուրա, արիլը։ Հələ, էսի պետք է տակասնես էլի լավ։ Ֆիզիկա է էլի մի քիչ։ Ստեղ ունի աշկիս կապել։ Ստեփան, բայց։ Հələ դու։ Ապա էսի դու ինա դու սկզբից չէր գիտեր որ էսի դժվար է, էսի դժվարը լող երազանքներն է։ Փոքրով արեցի։ Այս ուրիշ Նա իմ պահումա։ Այ բայց դե հեսա կանես, կայնը Դու տենամ։ սխմած պահի քարը։ Անում եմ, պահում եմ, հա։ Հա։ Այսինքն ես եթե չիմանաս, այդպես կլինի, էլ չես էլ իմանամ ինչը վերջ։ Ահա, սխմած պահի։ Երևաց որ ես երազանքից հասա։ Ո, դու էսի դե արա է հələ տղա ես։ Էսի իմ երազանքը կատարա, տեսա, դու հələ չկապած երազանքը չկատարվա։
Դες ինչ հիշում ես այդ ձևը կա, հա։ Հա, ես դաժե որ փոքր եմ եղել, Հա։ միշտ սա եղել է։ Դուր դե անեմ, լավ, դուր ես լավ երազանքներ եմ պահում, ու միշտ լինում է, կպնում է։ Հա, տեսար։ Հնդե արի, մեկ ես առաջի չէի նկարում որ դե ան։ Լուսավորությունն են քաշել։ Հա, ես վերջում։ Դե հիմա մեր իշխանավանքը դրսից այն տեսքը չունի, որը որ կունենա հետո, բայց էլի լավ է պահպանվել, խորան ունի։ Նվերներ բերում են։ Ման չա, սովորական։ Հա, Այսով է սարքը։ ճանաչեցիք մեր Ստեփանին։ Ծնունդներն որ միշտ առիթներն որ գնում նա վերա տալի։ Հա, Ինքն է Ստեփանն է։ Հա։ Այսով է սարքը տվել։ Մեր գյուղից նվեր են տվել մեր իշխանազմանքին։ Հա։ Շետակշկիր մովարում։ Դա բաստ ինչի բոմբ չեմ վառում։ Վառում ենք։ Բա մենք վառեի։ Հիմա մի քիչ ավելի առիթների ժամանակ, ասենք զարտիկի Բանի միջոցառումների ժամանակ վառում ենք։ ժամանակ դա արդեն օգտագործվում։ Բայց ես լավ չի զանգում։ Զգում ես։ Դրանից լավը ո՞րն է։ Պիտի փոխվի առვა։ Չէ, պետք է լավ զանգա երկար։ Դա շուտ բա։ Ու լավ ծանր է։ Հողանջը քիչ է։ Ստեփան, Ջան։ ասենք ես հետևի մասն նայի։ Որտե։ Ստեփան կա այնի։ Ոնց չկա գժական բաներ նոր է սկսվում Ստեփան։ Մեր գյուղի։ Այս աստե դրոնը կհանենք, էլի։ Օրեսով է սարքել։ Սի մեր Հələ արի նկարի։ տղեկից են սարքել, մեր ընկերներից են սարքել, իշխանավանքի նվեր են բերել։ Այսինքն իշխանավանքը այն վաղտից է, էլի, քանդված է, էլի, հա, դեն սարքել է։ Նույն ձևի սարքել է։ Մանրակերտ են սարքել իշխանասարի։ Սա է մեր գյուղի, Օրոսի սիրուն է։ սա էլ մեր գյուղի Արի այգին է։ այստեղից նկարենք։ Ո՞ը մովեսներ էլ կան։ Ստեփան, Հա ջան, չընկնես մենակ։ ստե ուտել խմելու տեղ է այն ներքևը։ Հա, Հələ բանը նկարի, այն տես խաչ են քանդակե։ Մոզիկին նկարի, գոյա։ Այն անդեա տես։ Այն քարի տակա։ Վերև։ Այս արանքն է, այստեղ։ Զում արա կտնես։ Տեսար, հեսա գլուխը անել է, հեսա։ Հիմա այս գեղեցկությունը պետք է դրոնով նկարենք։ Ստեփան, էսի մեր գյուղի այգին է։ Ստե Բարթեվարին գալիս ենք տարբեր տեղերից Բարթեվար ենք նշում ստե։ Էստե Բարթեվարին լիքը հյուրեր եք ունենում։ Լիքը, հա, տարբեր տեղերից։ Ստե ես ունենք չեմ եկե։ քարե ամբրոց։ Որտե՞։ Ելում ես, Այն որ բանա։ Հա։ Այդ ամրոցա թե անունն է տենց։ Չէ, հենց ամբրոցը։ Հեսա դրոնով նայեն քարե ամրոցը։ Հեսա հա բան։ Հա, մի խոքի է ստե։ Մի հոգի, հա, բան մնացածն ուղեն, են վերև, հա, ինչ։ Հա, արդեն ով Բարսանանք վերև երևալու են տղեկը։ Սա մեր արտաշնա։ Տարիքով, հա։ Հա։ Չէ, նի Հովոս։ պատերազմի մասնակից չի։ Դե բանար, մի հատ Արտաշը հեսա, մեր Արտաշի նկարի արի հելնենք վերև տղեկի մոտ։ Դե դու կարաս Արտաշի մասին պատմես, որտեղ զապիս ալում էլի։ Հա։ Մեր արտաշը լավ երեխա էր։ Հա։ Շատ բան էլի նոր էր գնացել բանակ որսիսավ։ Շատ համով երեխա էր։ Շատ ենք սիրում իրան ընկերասեր, արգանքով։ Կյանքով լսված էլի։ Հա։ Դե մեր պարտքերն է որ ամեն առիթը բաց չթողենք հիշենք։ Ես միշտ ուշադիր եմ էլի որ այդ տղեկի բոլոր տեղերը ովքեր որ կան ես իրաց մոտով անտարբեր չեմ ասում որովհետև այսպես ձևով ունեցան որ ինքը նորից ապի որ իրան նորից հիշեն իրան ճանաչողները իմանան որ մենք երբեք չենք մոռանում Շատ ժպիտով երիտասարդ էր, արգանքով։ Սա ում սիրում էին իրան։ Այդ էս լիքը տղաներ որ մեր ապագան էին իրաց կյանքը տվին Всё, արի հելնենք հիմա բանը Բաներ սովորի ավարտել էր։ Վերևն են, հա տղեկ են ադրոշներն երևում Էսես կարելի Ստեղով էլ կա։ Հա, էստեղ մտի։ Կաղա։ Էդ ինչ բան է, էդ էլ է գերեզմանոց, հա 18 տարեկան, հա 18 տարեկան։ Կոմնալ է Հա Ինն է շատ լավ երիտասարդ էր արգանքով։ Հովանես,
Արի, քայլի ինձ գամ ընդ ես։ Այն մի Լավը լեկտես միշտ աղբերներս հելա դե։ Եթե չստեմ կասեմ, որ տեսնում եմ իմ ամենա գեղեցիկ տեսարանը, որը ձյունն է եւ սարերը, տեսեք ինչ գեղեցիկ է փայլում, ձյան շերտը ուղղակի փայլային էֆեկտով արևի ճառագայթները արադարձնում է եւ ստեղծում հեքիաթային տեսարան մեր դիմացից, աժդահակ է, քիչ ձախ Արմաղանը, բայց աժդահակը իսկապես այսօր հենց աժդահակի նման է, շատ սպառնալից տեսք ունի, ես անպայման պետք է հաղթահարեմ աժդահակը, այնտեղ ուղղակի մեքենա չի գնում, ոտքով եմ հաղթահարելու, բայց հաղթահարելու եմ 6 տարի։ Թող ձյունը հարչի, գնա, կորչի, մենք անպայման կբարձրանանք։ Այսը սիրուն պահ ես տեսարան, էսի եդեմական տեսարան է, եդեմական ընկերներ։ Սիրուն է, չէ՞ ով։